Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դանիելյան նախ այս իրավիճակը մեկ բառով, մեկ նախադասությամբ եթե կարելի է ինչպես է գնահատում։ Տեսեք, իրեն հայտնի հայտարարություն ազգային ժողով, որ բոլորիդ կտանեմ ԱԱՑ պատվալները կգցեմ, փաստորեն իրագործման փուլում է, այս մարդը արդեն որևէ մի սրբություն կարմիր գիծ չունի, խախտել է բոլոր կարմիր գծերը, հերթով ուրեմն սրբազաններին, հոգևոր դասին տանում է քրեակատարողական հիմնարկներ, դուր բացելով Մայրաթոր Սուրբ Էջմիածին մտնելու։ Սա մի գործընթաց է, որը որ իր կողմից պլանավորված, նախաձեռնված եւ արդեն գործնական փուլի մեջ մտած եւ այսօր պլանները որոշ չափով ձախողվեց, որովհետեւ իրենք ցանկանում են մտնել Մայրաթոր եւ բռնություն եւ ուժ գործադրելով բերման ենթարկել Սրբազան հորը, այդ պլանը չկատարվեց ի պատիվ մեր հոգևոր հայրերի եւ մեր ժողովրդի, որի պաշտպանություն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դուրս էր եկել, եւ հիմա էլ գիտեք, էլի ապօրինի որոշումներ կկայացնեն, ես կասկած անգամ չունեմ, որ այս մարդիկ գնալու են նրան, որ եթե Նիկոլ ասել է, որ պետք է կալանավորվի, ուրեմն պետք է կալանավորվի, եթե պետք է տարվի քրեակատարողական հիմնարկ, կտանվի քրեակատարողական հիմնարկ, անակնկալ չի լինելու, որ գործը մակագրվի Մաս Իսմայելյանին, ինքն էլ չակու չխփի համապատասխան որոշում կայացնի։ Իմ խնդիրը եւ մեր հայրենակիցների խնդիրը մեկն է, որ մեզ դիտողները, մեր հայրենակիցները իրենց բողոքը արտահայտեն ոչ թե ստատուսներ գրելով, ոչ թե սպային հետևելով տներում, այլ գան եւ իրենց մասնակցությունը եւ իրենց անհամաձայնությունը հայտնեն գործող այս ապօրինի process-ներին, գործադրվող ապօրինի process-ներին եւ ի վերջո պաշտպանեն Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ ամեն մարդ ինքն իրեն պետք է պաշտպանի։ Սա ամեն մարդու իր տունը պահպանելու հարցախնդիր է։ Ամստաության գործընթացի վերաբերյալ Միքայել Սրբազանի Այո։ Հայաստան դաշինք հայտարարություն է արել եւ պաշտպանում է Միքայել Սրբազանի տեխնատությունը եւ կարծում եմ, որ իր շուրջը այդ համախմբումը տեղի կունենա։ Պարոն Դանիելյան, Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում եկեղեցում այս հայտնի իր դեպքերից հետո, երբ ԱԱՑ աշխատակիցներ եւ այլն, մենք տեսանք նաեւ, երբ Միքայել Սրբազանը փորձում էր ոտքով գալ, սադրիչներ կային այնտեղ եւ բախում փորձեցին հրահրել, սակայն նրանց շարքերից դուրս հանեցին։ Ամեն դեպքում Փաշինյանը մի քանի գրառում է կատարել, որ դուք եք նաեւ ձեր բախումներ հրահրեցիք, մենք չենք կատարել։ Բայց ուշագրավ է վերջին գրառում, ես մեջբերեմ ով այրանով բախում հրահրել, ինչի մասնախոս։ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, ես մեկ վայրկյան մեջ բերեմ այդ գրառումը։ Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայրաթորում, տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռունցքների։ Բախումներ չեն լինելու, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հոտը, իր սրբության սրբոցը, Մայրաթորը, քրիստոնեաբար ազատելու է եւ Էհարանը հանձնելու է վեհի։ Խոսքը, երբ Սրբազանը դուրս էր գալիս ոտքով շարժել Երևան, լարված իրավիճակ եղավ եւ ներկաները նշեցին, որ դրանք սադրիչներ են։ Դուք եւ Նիկոլ Փաշինյանը այս կերպ եք ձևակերպել։ Ես իրեն մեկնաբանելու որևէ մի ցանկություն չունեմ։ Փաստ արձանագրված է, որ մարդիկ դուրս են եկել պաշտպանություն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի, Սրբազան հոր եւ դա ազնիվ մղում է, նպատակ է, եթե ինչ որ մարդիկ եկան, ես չեմ ուզում գնահատականներ տան, որովհետեւ չգիտեմ տեսանյութում ովքեր են, ինչ են, ես գիտեմ, որ այնտեղ հավաքված մի զգալի հատվածը կողմ չէր, որ Սրբազան հայրը գա քննչական կոմիտե, ասելով, որ պետք է մնա այստեղ եւ այդ մարդկանց պաշտպանության ներքո լինի, որովհետեւ հաշվի առնելով նախորդիվ այն տխուր փորձը, որ կա, երբ որ տարվում է քննչական կոմիտե, անպայման դրանից հետո արդեն կալանավորման որոշում է կայացվում եւ հենց խնդրի է հենց այդ էր, որ նաեւ մարդիկ կողմ չէին, որ Վեհարանը լքի Սրբազան հայրը։ Պարոն Դանիելյան, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարում, բայց որևէ կերպ այս բանին չեմ կարողանում գտնել այն, չգիտեմ, փակված է, թե հեռացված է գրառումը, բայց նշել էր, որ Սրբազան շարժման անդամներից մեկը այդ հանդիսաններից հետո զբոսաշրջիկներին, տղամարդ զբոսաշրջիկներին տանում էր հյուրանոց, սա է ձեր այսպեսի այս
ոչի գրառում էր կատարել, սակայն հիմա հասանելի չէ այն, ես չէի կարողանում Ո՞վ է տարել իրանոց։ Նիկոլ Փաշինյանն էր գրել, որ Սրբազան շարժման անդամներից զբոսաշրջիկ տղամարդկանց տարել է հյուրանոցային ձեր պայքարից այս ոչի գրառում էր կատարել։ Տխմար գրառումներին այդ абսուրդ ինչի նկատի ունի այդ մարդը հոգեշեղված է, ես ինչ մեկնաբանեմ։ Դուք նախորդի իր գրառումները տեսել եք։ Այսինքն արտասահմանյան մամուլն է արդեն իր մասին գրում, որ ես ուսումնասիրել եմ արտասահմանյան մամուլը, մարդիկ ապշած են, որ ոնց կարա երկրի առաջնորդը հրավիրի հայտնի բան ցույց տալու էլի, որ մարդ չի կարող մեջ բերի արդեն իր գրածները, այնքան լկտի բառապաշարով հանդես գալի, մարդ չի կարողանում ցիտի թե ինչ գրառում արել։ Արդեն միջազգային մամուլն է, սա մեր խայտարակությունն է։ Ես երեք ֆրանսիական մամուլն եմ տեսել, այլ երկրների, ուրեմն լրատվամիջոցների եւ խայտարակություն է։ Այս մարդը ինքն իրան չի կարող կառավարի։ Այդ տղամարդկանցից է խոսում, այս մեկից է խոսում, մեկ երկրի հակառակ կողմը գիրքը կարդացել եք իր սեռական ֆանտազիաների, ինչ ասեմ, հիվանդ մարդկանց չեմ մեկնաբանում։ Ինչ ակնկալիք ունեք հիմա այստեղ 2 ժամից ավելի է, մոտ 3 ժամ է, հա, քննչական կոմիտեում է Միքայել Աճապահյանը։ Ակնկալիքս էս մարմնից չկա, որովհետև այսօր քննչական կոմիտեի ղեկավարն էլ է ինքը, դատախազն էլ է ինքը, արդարադատության նախարարն էլ է ինքը, մարդու իրավունքների պաշտպանն էլ է ինքը։ Այս մարդ համին ես 2 ամիս առաջ ասացի ազգային ժողովում, որ մի հատ վեհարանի վրա էլ աչք ունես կաթողիկոսի աթոռի։ Փաստորեն իմ այդ վատ կանխատեսումները իրականացնում է, ես այդտեղից ակնկալիք չունեմ։ Հաստատ ուղղորդման բա լինում, ինքը դրա մասին հայտարարել է իր ելույթներով, իր խոսքով, կոնկրետ հրահանգ է իջեցվել, նույն Սամվել Կարապետյանի գործով, նույն Բագրատ Սրբազանի գործով, նույն հիմել ուրեմն Միքայել Աճապահյանի Սրբազանի գործով, այսինքն ակնկալել, որ Հայաստանի Հանրապետություն Նիկոլ Փաշինյանի օրոք կլինի արդարադատություն, աբսուրդի ժանրից է։